Բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 23-ն է եւ այս հաղորդումը իրոք շատ հետաքրքիր եւ կարեւոր է լինելու, քանի որ ձեզ համար շատ կարեւոր վերլուծություն եմ պատրաստել, բայց բնականաբար սկսենք թարմ տեղեկատվությունից, ինչ որ կա այս պահին աշխարհում։ Նախքան հաղորդումը սկսելը անպայման հիշեցնեմ ձեզ նաեւ լայքերի մասին, դա չափազանց կարեւոր է, որ շատ մարդիկ տեսնեն այս տեսանյութը, չնայած որ ոչ միայն լայքերը, այլ նաև ձեր մեկնաբանությունները եւ տարածումները եւս չափազանց կարեւոր են, ինչպես նաև բաժանորդագրությունները նոր։ Սկսենք եւ պետք է սկսենք կրկին Իրանից, Հայաստանի շուրջ այս պահի դրությամբ չկա մեծ հաշվով ոչինչ խոսելու, ծանոթ եք Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը հոգեվորականների մասով, մոմերի մասով, կարծում եմ այդտեղ մեծ հաշվով շատ բան չկա քննարկելու, չնայած նրա որ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ բավականին լուրջ հիմա process-ներ են տեղի ունենում, կարծում եմ այդ ամենից դուք քաչա տեղյակ եք, հիմա ճիշտ կլինի ավելի շատ կենտրոնանալ Իրանի վրա, բայց երբ որ շատ կարևոր հարցեր լինեն, որ մենք պետք է անդրադառնանք Արաք Հայաստանին, անպայման անդրադառնանք բնականաբար։ Հիմա սկսենք նրանից, որ երեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, անիմաստ մի հավաք, որը որ վաղուց ոչ մի հարց չի որոշում աշխարհում, ուղղակի երկրները այդտեղ հարց որոշող երկրները իրենց դիրքերն են ֆիքսում եւ մշտական ներկայացուցիչները, ինչպիսին Չինաստանն ու Ռուսաստանն են, իրենց դիրքորոշումն են արտահայտում։ Բնականաբար Չինաստանը եւ Ռուսաստանը դատապարտել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածները, ասելով, որ այդ ամենը տեղի ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության խախտումով, բայց ՄԱԿ-ի կանոնադրության խախտում մենք միշտ էլ տեսնում ենք ու ամենուր ենք տեսնում։ Հետևաբար այդ հավաքները ընդամենը ուղղակի դիրքորոշման արտահայտություն են երկրների կողմից եւ այն, որ Չինաստանը եւ Ռուսաստանը դեմ պետք է լինեին Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայության ավելացմանը, դա պարզ է։ Ռուսաստանի Դաշնությունը կարծես փորձում է սպառնալ նաեւ, ասելով, որ դուք չգիտեք թե ինչի մեջ եք մտնում, մեծ սաղետալի իրադարձություններ կարող է տեղի ունենալ, ես խոսքերը չեմ մեջբերում, ուղղակի փորձում եմ միտք արտահայտել, բայց չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ են վերաբերվում այդ հայտարարություններին։ Ես խայթ համոզված եմ, որ ոչ ոք լուրջ չի ընդունում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ռուսաստանի Դաշնության հայտարարությունները։ Կարևոր է նշել, որ այսօր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին արդեն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն եւ հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ եւ փորձում է բոլորի ուշադրությունը սևեռել այդ հանդիպման վրա, ասելով, որ շատ կարևոր հանդիպում է, տեղի ունենալու շատ կարևոր որոշումներ են կայացվելու, չգիտեմ ինչով կարող է Ռուսաստանի Դաշնությունը օգնել Իրանին, կապրենք կտեսնենք, բայց ես չեմ կարծում, որ կարող են, եթե ուզենան նույնիսկ կարող են օգնել որևիցե բանով Իրանի այս ռեժիմին։ Ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը ասել է, որ իրենք փոխել են Իրանի ատոմային օբյեկտները, ոչ ոք դրանից չի տուժել, քաղաքացիական բնակչությունը չի տուժել, շատ արագ են իրականացրել այդ օպերացիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների զսպվածության այդ մեխանիզմը Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադարձել են դրանով տարածաշրջան։ Հիմա դա լավ է թե վատ, դատեք ինքներդ, երբ որ ձեզանից ոմանք սիրելի հայրենակիցներ մեկնաբանություններ են գրում, դատեք ինքներդ։ Լավ է թե վատ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ վերադառնում են տարածաշրջան։ Ես միանշանակ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության համար դա շատ լավ է։ Բայց մենք ունենք նաև այնպիսի հատված մեր հասարակության մեջ, որը որ շատ է սիրում Իրանում այաթոլլաների ռեժիմը, դրա համար ասում եմ։ Այս վերլուծությունը չափազանց կարևոր է այդ իմաստով լինելու, եթե դուք լսեք, սպասեք մինչև վերջ, բայց դեռ ավարտենք, թե ինչ հետաքրքիր եւ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Նաև Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Թրամփը չի փնտրում պատերազմ, Թրամփը ձգտում է խաղաղության, այդ կիրառված զենքը առաջին անգամ է օգտագործվել պատերազմական իրավիճակներում,
Սա Pitex-ի հայտարարությունն էր։ Այսօր կարևոր հայտարարություն է արել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Շատերը լուրջ չեն վերաբերվում նրա հայտարարություններին, բայց կարծես թե նրա հայտարարությունները կոդավորված տեսք ունենան, փակված, շատերը տեսնում են, որ հակասություններ կա այդ հայտարարությունների մեջ, բայց կարելի է փնտրել դրանցում իրականություն, կարելի է փնտրել եւ գտնել։ Բավականին բարդ է, բայց պետք է հասկանալ, քանի որ մենք այստեղ հասկանում ենք, որ Թրամփը միանձնյա չի կարող որոշումներ կայացնել, նրա վրա շատ լավ էլ ազդում է նրա շրջապատը, շատ լավ, եւ այդ հայտարարությունները, որ փոփոխվում են, մենք տեսնում ենք, թե իրականում ինչ է քննարկվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ այսօրվա հայտարարության մեջ Դոնալդ Թրամփի մենք տեսնում ենք այն, որ նա ասում է, որ ռեժիմի փոփոխության այդ տերմինը քաղաքական նորմալ տերմին չէ, բայց եթե այդ ռեժիմը չի կարող Իրանը կրկին մեծ եւ հզոր դարձնել, ապա ինչու՞ չէ ռեժիմի փոփոխություն պետք է տեղի ունենա։ Սա ասում է Դոնալդ Թրամփը։ Հիշում եք, թե ինչ էր ասում օրեր առաջ Իսրայելի վարչապետ Նետանյահուն։ Ասեմ ավելին, հիմա Իրանը արդեն կենտրոնանում է, որպեսզի հարված հասցնի Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազաներին, հատկապես մոտակա այդ ռազմաբազաներին, որոնք որ կան Իրաքում եւ փորձելու են նաեւ ավիակիրներին խոցել, եթե ստացվի, եւ սա կնշանակի այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միանշանակ կսկսեն արդեն լուրջ ռազմական գործողություններ իրականացնել ընդդեմ իրանական այդ ռեժիմի, այսինքն լեգիտիմություն է տրվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողություններին եւ շատ լուրջ հետևանքներ դա կունենա այս ռեժիմի համար։ Կարևոր է նշել այստեղ, որ Իրանի խորհրդարանը Հորմուզի նեղուցի փակման որոշում է կայացրել եւ եթե դա տեղի ունենա, դա միանգամից մոտ 20-ից 30%-ով ազդելու է ընդհանուր համաշխարհային նավթափոխադրության վրա եւ միանշանակ ԱԿ-ները սկսելու են արագ ծավալ ավելանալ։ Եվ դրանով Իրանը փորձելու է աշխարհում էներգետիկ ճգնաժամ առաջացնել։ Սա եւս պատճառներից մեկը կարող է դառնալ արդեն ավելի մեծ ռազմական գործողությունների ընդդեմ Իրանի։ Դրանից բացի, ինչպես տեղեկացնում է New York Times-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը տեսնում է նշաններ, որ Իրաքում եւ Սիրիայում Իրանը պատրաստվում է հարձակում գործել բազաների վրա, ամերիկյան բազաների վրա, դրանից բացի նաեւ խոսք կա նրա մասին, որ կարող է Իրանը դիմել նույնիսկ ահաբեկչական գործողությունների։ Կար նաեւ հետաքրքիր տեղեկություն այն մասին, ոչ միայն տեղեկություն, այլ նաեւ արբանյակային լուսանկարներ կային, թե ինչպես Իրանը մինչև Ֆորդոյի վրա հարվածը հարաստացված ուրանը տեղափոխում է բեռնատարներով։ Թե ուր է տանում, ես կարծում եմ դրա մասին կիմանա թե իսրայելական հետախուզությունը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները երևի թույլ են տվել, որպեսզի տանեն եւ նրանք տեսնեն, թե ուր են տանում այդ հարաստացված ուրանը։ Եթե նկարակատ որ տանում են բեռնատարներով, ապա միանշանակ կիմանան, թե ուր են տարել։ Դրանից բացի այստեղ կարևոր է հասկանալ, այս երեք բազմաթիվ նաև ռազմական փորձագետների լսում, որ այդ հարաստացված ուրանով հիմա դժվար թե արագ կարողանա ատոմային ռումբ արտադրվել։ Դրա համար պետք են այլ տեխնոլոգիաներ, որոնք որ կամաց Իրանը հասնում էր, որոնց որ հասնում էր Իրանը Ֆորդոյում, իսկ մենք տեսնում ենք, որ Ֆորդոյում ինչ տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածի հետևանքով, եթե ոչ ամբողջովին, ապա բավականին լուրջ ձևով շարքից դուրս է եկած լինելու այդ ծրագիրը։ Առնվազն 3 խոշոր անցք երևում սարի վրա արբանյակային լուսանկարներից, այսինքն այդ հրթիռները, որ ընկնում են, նրանք այնքան ծանր են եւ հատուկ այնպես են սարքված, որ մեծ արագությամբ առանց որևէ խոչընդոտի հանդիպելու հողի մեջ է մտնում միանգամից այդ հրթիռը եւ արդեն ներսում դա պայթում է։ Եվ այդ արբանյակային նկարներից երևում է, որ նման 3 անցք, մեծ անցք կա Ֆորդոյի այդ սարի վրա։ Այսինքն ամերիկյան այդ հրթիռները ներթափանցել են սարի մեջ եւ այնտեղ պայթել են։ Դե ինչ է եղել, այս պայթությամբ կարծում եմ ոչ ոք չգիտի։ Նույնիսկ կարող է իրանական կողմը նույնպես տեղյակ չէ, թե ինչ մասշտաբի պայթում է եղել այդտեղ։
Հիմա գանք գլխավոր այսօրվա մեր քննարկման հարցին, սիրելի հայրենակիցներ։ Օրեր առաջ եւ երկու անգամ Իսրայելի բանակը ներկայացրել է մի քարտեզ, թե ուր է կարող հարվածել օրինակի համար իսրայելական հրթիռները ուր են կարող հարվածել եւ Իսրայելի գործողությունը եւ Իսրայելը ինչ հնարավորություններ ունի։ Եվ այդ քարտեզի վրա Հայաստանի քարտեզը պատկանում էր Հայաստանի քարտեզում էր ներգրավված Նախիջևանը եւ Արցախը։ Հնդկաստանի Քաշմիրը պատկերված էր մի պահ Պակիստանում, բայց հետո արագ այդ սխալը ուղղվել է, սակայն հայկական մասով որևիցե ուղղություն չի մտցվել եւ թե Նախիջևանը եւ թե Արցախը այդ քարտեզի վրա ներկայացված էր որպես Հայաստանի մաս։ Եվ դա բուրըն քննարկումների թեմա է դարձել ադրբեջանական սոցիալական ցանցերում, քննարկում են ադրբեջանցիները, թե ինչու է Իսրայելը այդպես վարվել, ինչու ընդդեմ Ադրբեջանի այդպիսի հրապարակումներ են արվել։ Այսինքն կոնկրետ ինչ որ հրապարակում չի արվել տեքստային, բայց այդ քարտեզը ինքնին որակվել է որպես հակաադրբեջանական հրապարակում, քանի որ թե Նախիջևանը եւ թե Արցախը նշեմ Հայաստանի կազմում է ներկայացվել։ Եվ սա շատ հետաքրքիր է։ Չէր կարող ուղղակի սխալվել իսրայելական բանակը, երբ որ նման քարտեզեր հրապարակում։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչ լուրջ կառույց է Մոսադը, ինչ աշխատանք է նա տանում եւ նույնը նաեւ իսրայելական բանակը ինչպես կարող է նման վրիպակ տեղի ունենա եւ ինչու պետք է նման վրիպակ տեղի ունենա։ Ուղղակի կարելի է վերցնել քարտեզը միջազգայինորեն ճանաչված եւ դրանով ցուցադրել, թե ուր են հասնում իսրայելական հրթիռները։ Բայց չէ, մենք տեսնում ենք, որ Իսրայելը հենց այդ ձև է ներկայացրել Հայաստանը։ Հիմա ինչ է փաստացի տեղի ունենում, սիրելի հայրենակիցներ։ Ես տեսնում եմ կրկին ասեմ մեր հասարակության մեջ պրո-այաթոլլահական ինչ-որ տրամադրություններ, ես չեմ ասում պրո-իսրայելական եղեք, Իսրայելը մասնակցել է Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, իր զինտեխնիկան, իր զինատեսակները տրամադրելով Ադրբեջանին, իր անօդաչու թռչող սարքերը։ 44 օրյա պատերազմում մենք նաև պարտություն ենք կրել ինչ որ միտեղ նաև Իսրայելի պատճառով։ Սա փաստ է, սա բոլորը գիտեն եւ դա է, որ հիմա հայ հասարակությունը ավելի պրոիրանական կողմնորոշում ունի։ Ես դա շատ լավ հասկանում եմ։ Դրանից բացի մենք տեսնում ենք Իրանի հայտարարությունները Սյունիքի մասով, ինչը բնականաբար շատ լավ է եղել, շատ ողջունել ենք։ Բայց մենք պրիմիտիվ ազգ չենք, էլի։ Մենք շատ հերացի ժողովուրդ ենք եւ պետք է ավելի խորը տեսնենք եւ ավելի խորը հասկանանք։ Չկան հավեր թշնամիներ, չկան հավեր բարեկամներ։ Դրա համար մենք ասում եմ, հիշում եմ, պետք է կարդանք Կարիքիններ դե, որպեսզի շատ բան հասկանանք։ Եվ իմ պատկերացումներով կիսվում եմ ձեզ հետ սիրելի հայրենակիցներ, եթե համաձայն չեք, բնականաբար գրեք մեկնաբանությունների մեջ։ Այաթոլլաների ռեժիմը դա հակաժողովրդավարական ռեժիմ է, լավ, կողքի դնենք ժողովրդավարությունը եւ բռնապետությունը։ Այաթոլլաների ռեժիմը դժվար ընկերություն անի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Եվրամիության հետ։ Ինչ կաներ Եվրամիության հետ փորձում են ընկերություն անել, մենք տեսնում ենք, որ միևնույնը չի ստացվում։ Այաթոլլաների ռեժիմի հետ Իսրայելը միշտ լինելու է հակամարտության մեջ, պատերազմական կամ գործողությունների մեջ իրավիճակում եւ այդպես շարունակ։ Դրա համար Իսրայելին շատ կարևոր է ունենալ Ադրբեջան, որի տարածք կօգտագործվի։ Միջայլոց ինչ որ չափով նաեւ հիմա են օգտագործում, դրա մասին շատ է խոսվում տարբեր սոցիալական ցանցերում, կարծես շատ լուրջ ապացույցներ այս բայդրությամբ չկան, բայց կամաց-կամաց ի հայտ են գալիս եւ դուրս են հելնում։ Այսինքն Ադրբեջանը կարևոր է Իսրայելի համար ամենաառաջինը նրանով, որ Իրան կա, հակա իսրայելական Իրան կա եւ պետք է որ Ադրբեջանի միջոցով այդ հարցը կարգավորեն։ Ճիշտ է, էներգետիկ առումով եւս կարևորություն ունի, բայց դա երկրորդական է։ Եթե Իրանում ռեժիմի փոփոխություն է տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերի շնորհիվ, ապա այնտեղ պետք է որ հաստատվի այնպիսի համակարգ պետական, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հաստատի լավ հարաբերություններ։ Եվ հիմա պատահական չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ավելի զգուշ գործողություններ են վարում Իրանի դեմ։ Այսինքն հիմնական այդ կեղտոտ գործը արել է եւ անելու է Իսրայելը։
Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձելու են վաղը անել այնպես, որպեսզի լավ հարաբերություններ ունենան Իրանի հետ եւ իրանական նոր իշխանությունների հետ։ Կարծես թե այդ գաղափարը ավելի ու ավելի առաջին պլան է գալիս։ Իսկ դա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը անգամներով ավելանալու է մեր տարածաշրջանում եւ հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները դատարկ տեղը ուղղակի թղթի վրա չեն մնալու։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականում շատ ավելի լուրջ հնարավորություններ է ստանում Հայաստանի հետ խորացնելու ռազմավարական հարաբերությունները, այսինքն բլոկադան այդ առումով վերանում է։ Ճիշտ է, հիմա էլ մեծաշո բլոկադա չկար, Հայաստանը շատ լավ հարաբերություններ ուներ Իրանի հետ, բայց քանի որ կրկնեմ, հակա-ամերիկյան ռեժիմ է եւ հակա-արևմտյան ռեժիմ է, մեծ հաշվով Իրանում դա լուրջ խոչընդոտ էր։ Իսկ եթե նորմալ ռեժիմ լինի, որը որ շատ ավելի բաց լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության համար, ապա հյուսիս-հարավ ծրագիրը միանշանակ ավելի լավ է սկսելու աշխատել։ Ես դրանում համոզված եմ։ Կան իհարկե վտանգներ, որ Իրանը կարող է վերածվել Իրաքի եւ Սիրիայի։ Դա ամենավատ սցենարն է, դրա մասին չեմ էլ ցանկանում խոսել, բայց դրան պետք է պատրաստ լինենք։ Բայց հիմա լավի մասին եմ փորձում խոսել, սիրելի հայրենակիցներ։ Հիմա կարծես հասկանալի է, թե ինչու է Իսրայելը այդպիսի քարտեզ հրապարակել Հայաստանի մասով։ Եթե Իրանի հարցը լուծվում է, Ադրբեջանը կորցնում է իր կարևորությունը եւ Թուրքիան է դառնում համար առաջի խնդիրը Իսրայելի համար։ Համար առաջի հակառակորդ երկիրը։ Եվ դա է պատճառը միանշանակ, որ Իսրայելը այդպիսի դիրքորոշումներ ունի։ Իսրայելը կցանկանա այդ ժամանակ խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, օգնել Հայաստանին վերականգնել բանակը եւ դառնալ լիարժեք դաշնակից արևմուտքին։ Դա շատ կարևոր է լինելու Իսրայելի համար, որպեսզի Իսրայելը դրանով թույլ չտա, որպեսզի Սյունիքով միջանցք ունենա Թուրքիան եւ դրանով ավելանա Թուրքիայի հնարավորությունը անգամներով։ Հիմա Իսրայելն է փորձելու կանգնել Թուրքիայի ճանապարհին պանթուրքիզմը ձևավորելու համար։ Եթե մենք ենք նախկինում կանգնած եղել, հիմա էլ ենք մենք ֆիզիկապես կանգնած, ապա հիմա արդեն Իսրայելն է այդ խաղին միանալու, քանի որ հակառակ պարագայում արդեն Իսրայելի համար, պետության համար առաջին վտանգի է վերածվելու Թուրքիան։ Հիմա էլ է կամաց արդեն վերածվում, բայց այդ ժամանակ Թուրքիայի հնարավորությունները անգամներով աճելու են։ Ինչ եմ կրկին ուզում ասել։ Փաշինյանի այցը Թուրքիա կարելի դիտել նաև ինչ որ միտեղ մասամբ նաև այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության հայտարարությունը, որով որ այդպիսի հայտարարություն էր ոչ միայն Իրանի համար, այլ ինչ որ միտեղ նաև Թուրքիային հաջողանալու համար էր։ Պաղեստինի ճանաչումը նույնպես արվել էր Հայաստանի իշխանությունների կողմից դրա համար։ Մասամբ ճիշտ է, մասամբ սխալ։ Ճիշտ է այն առումով, որ մենք չենք ցանկանում եւ չենք ուզենա այլևս, որ մեզ որևիցե երկիր ներքաշի պատերազմի մեջ։ Մենք տեսել ենք, թե ինչպես է վարվել Ռուսաստանի Դաշնությունը մեր նկատմամբ, ակտիվացնելով հայ ժողովրդին եւ դրա պատճառներից մեկը, կարող է նաեւ հիմնական պատճառներից մեկը դարձավ հայոց ցեղասպանությունը 1915 թվականին։ Եվրոպան եւս մեզ հրահրում էր այդ ժամանակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները մասամբ նույնպես, այսինքն բոլորը փորձել են Թուրքիայի հարցը լուծել մեր ձեռքերով, բայց համապատասխան նորմալ օգնություն մեզ չեն տրամադրել եւ արդյունքում մենք ցեղասպանվել ենք, կորցրել ենք տարածքներ։ Եվ չնայած որ առաջին համաշխարհային պատերազմում մենք իրենց դաշնակիցներն էինք, բայց դրանից մենք մեծ հաշվով շատ բան չենք ստացել։ Արի կանկեղծ լինենք։ Հիմա Իսրայելը ցանկանում է, որ վաղը օգնի Հայաստանին եւ Հայաստանի ձեռքերով հնարավոր ինչու՞ չէ Արցախը հետ բերվի, Նախիջևանը հետ բերվի, հարցը դա մեզ պետք է թե չէ։ Այս շատ կարևոր հարց է, դա մեզ պետք է թե չէ։ Ինչի է պետք Իսրայելին, ես արդեն ասացի, որպեսզի միջանց չլինի, Թուրքիան էլ ավելի չհզորանա եւ խնդիր չստեղծի Իսրայելի համար։ Բայց մեր շահերը ինչ որ միտեղ կարող են համընկնել, չէ, Իսրայելի հետ։ Ուղղակի օտարի ձեռքին, որը որ նախկինում քեզ հակառակորդ էր, իսկ հիմա կարող է դառնալ բարեկամ, մենք չպետք է դառնանք խաղալիք։ Եթե ինչ որ մի բան համապատասխանում է մեր ազգային շահերին, եթե մենք անկախ ենք եւ դա հասկանում ենք, շատ կարեւոր է, որ մենք անենք այն, ինչ համապատասխանում է մեր ազգային եւ պետական շահերին։
բայց եթե չի անպատասխանում, կրկին մեծ ներքաշել մեծ պատերազմի մեջ դա վտանգավոր է։ Սակայն մենք կարող ենք ուղղակի օգտվել նրանից, եթե Իսրայելը ցանկանա իրոք մեր դաշնակիցը դառնալ եւ իր ռազմական տեխնոլոգիաները սկսի տրամադրել Հայաստանին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունն էլ Իրանում ավելանա, դա կբխի միայն ու միայն մեր ազգային եւ պետական շահերից։ Միանշանակ սա։ Ուղղակի ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի ներգրավել Թուրքիայի դեմ Իսրայելի խաղերի։ Այդ դրանից մենք պետք է փորձենք դիստանցավորվել որքան հնարավոր է։ Պետք է փորձենք դիստանցավորվել որքան հնարավոր է։ Հույսով եմ փորձում եմ հասկանալի ձևով բացատրել, բայց սա մի փոքր հիմա ինչ ես խոսում եմ, այս պայմանությամբ մշուշային է երևում, մի փոքր հեռու է ժամանակով մեզանից, բայց հնարավոր է շատ արագ գա այդ ժամանակը, դրա համար ես սրա մասին խոսում եմ։ Միշտ փորձում եմ խոսել նրանից, որը որ մաքսիմալ ձևով մոտ է իրականություն, այսինքն կարող է նման բան տեղի ունենա։ Եվ սրա հավանականությունը, ինչի մասին ես հիմա խոսում եմ, բավականին մեծ է։ Ապագան մենք չգիտենք, բավականին մեծ է եւ ամեն ինչ կարող է գնալ կոնկրետ հենց այս սցենարով, սիրելի հայրենակիցներ։ Այս պայմանությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։